Ինչպես ցույց տվեցին վաղը շաբաթ խոշորացված համայնքում անցկացված ընտրությունների արդյունքները, հայաստանյան ընդդիմությունը նույնիսկ արժանապատվորեն պարտությունն ընդունելու ունակ չէ։ Եվ խոսքն այս դեպքում չի վերաբերում միայն մասնակցած ու պարտված քաղաքական ուժերին ու թեկնածուներին, այլ բոլոր այն գործիչներին, որոնք այս ընտրությունների միջոցով փորձում էին քաղաքացիական պայմանագրին իշխանազրկել եւ տաքացնել իրավիճակը 2026 թվականի ընտրություններին ընդառաջ։ Կարելի է կամ լռել, կամ օրինակ շնորհավորել հաղթած թեկնածուին, բայց ոչ, տեղական ընդդիմադիրները նախընտրում են խայտառակվելու տարբերակը։ Ինչ է ասում Սևակ Խաչատրյանին աջակցած Դաշնակցություն ընկեր Աղվանի շուրթերով։ Իրենք հաղթել են միայն յուղական ձայների շնորհիվ, եւ եթե չխոշորացվեր, ապա ընդդիմությունը, այն ընդդիմությունը իրական ընդդիմությունն էր, իսկապես քաղաքներ այս ընտրություններում։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Աղվան Վարդանյանը խտրականություն է դնում քաղաքում ու գյուղում ապրած մարդկանց միջև, նա նաև բացահայտ ստում է, որովհետև Արգիշտի Մեխակյանը հաղթել է նաև Էջմիածին քաղաքում, որտեղ ստացել է 8175 քվ, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած Սևակ Խաչատրյանը 7499 քվ։ Իդեպ նույն սուտը տարածել են նաև ընդդիմադիր լրատվամիջոցները, որոնց Մեխակյանի հաղթանակը հանգիստ չի տալիս։ Մանիպուլյացիա համար 2. Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարում է, թե պաստառներից թաքցվել է թեկնածուի ՔՊ լինելը, եւ ըստ Մարուքյանի տրամաբանության դա է պատճառը, որ Մեխակյանը կարողացել է հաղթել։ Նախ եւ առաջ բոլոր հիմնական պաստառների վրա քաղաքացիական պայմանագրի անունը նշված է եղել։ Բացի այդ, երբ ընտրողը մտնում է տեղամաս եւ նրան բաժանվում են մասնակից բոլոր ուժերի քվեաթերթիկները, համար 7 քվեաթերթիկի վրա սպիտակի վրա սևով հստակ գրված է եղել քաղաքացիական պայմանագիր։ Էդմոն Մարուքյանի հաջորդ մանիպուլյացիան այն է, թե քաղաքացիական պայմանագրի պատգամավորները, ներկայացուցիչները, նախարարները, ԱԺ Քարոզ Արշավին չեն մասնակցել, ելույթներ չեն ունեցել։ Ասենք Ալենը կարող է նա ելույթ ունենալ, ասել, ընտրեք Ագիշտի Մեխակյանին, բարձր նվազելու է ձայները։ Բայց ոնց չխոսեի ես հրապարակում կանգնած։ Արգիշտի Մեխակյանը, իմ թիմի անդամները, ես, ձեր տղան ենք, ձեր ընտանիքի անդամներն են, անկախ պաշտոններից, անկախ զբաղեցրած տեղից, մենք կյանքում չենք կտրվելու։ Եթե ընդդիմադիրները ժամանակ տրամադրեին ու հետևեին Մեխակյանի Քարոզ Արշավին, ապա կտեսնեին, որ ողջ Քարոզ Արշավի ընթացքում ընտրողներին կոչ է արվել ընտրել քաղաքացիական պայմանագրին ու իր թեկնածու Արգիշտի Մեխակյանին։ Սա մոտավորապես այն նույն տրամաբանության մեջ է, լրագրողները Մեխակյանին հարցնում են, իսկ դուք Նիկոլ Փաշինյանի աջակցությունն ունեք։ Այսինքն Մեխակյանն առաջադրվում է համայնքապետի թեկնածու, իսկ ՀՊ վարչության նախագահն ու վարչապետը նրան չի աջակցում։ Ու այս աշխատանքը կատարվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ պարոն Մեխակյանի անմիջական ներգրավվածությամբ։ Չեզոքության փայլող, իսկ իրականում տեղամասերում ընդդիմադիր գործունեություն իրականացնող Հայաքվե դիտորդական առաքելությունը եւս չի համակերպվում քաղաքացիական պայմանագրի հաղթանակի հետ։ Ըստ ճակերտավոր անկախ դիտորդների էլ Մեխակյանը հաղթել է, որովհետև նախապես հրապարակվել են սոցիոլոգիական հարցումներ, որի համաձայն ՔՊ-ն բացարձակ առաջատար էր։ Հիմնականում սոցիոլոգիական հարցման արդյունքները հրապարակվում են ազդելու համար ընտրությունների վերջնական ելքի վրա։ Եվ դա ավելի մեծ ազդեցություն է ունենում, ասենք, որովհետև մենք ինքներս ենք ուսումնասիրում նաև ընտրողների պահվածքը, ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան թե օրինակ 100 հատ պաստառ փակցված լինի ճանապարհի վրա։ Եթե այդպես է, ինչ օրինակ գելափների հարցումներն այդքան մեծ ազդեցություն չեն ունենում երբևէ ընտրողների տրամադրությունների վրա եւ ընտրությունների արդյունքները մշտապես տալիս են հրապարակվածի հետ առնչություն չունեցող պատկեր, իսկ ահա Civic-ում հրապարակված սոցիոլոգիական հարցումների արդյունքում ընտրողների վրա այնքան մեծ ազդեցություն եղավ, որ Մեխակյանը դարձավ քաղաքապետ։ Թե իսկ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն Լևոն Քոչարյանի ընկեր Սևակ Խաչատրյանը 2 օր պարտության պատճառների մեղավոր գտնելու փնտրտուքից հետո հայտնվելով ասպարեզում հայտարարում է. ՔՊ-ի պլանն է աշխատել, խոշորացրել են համայնքը, դրա համար էլ հաղթել են, կրկին մոռանալով, որ ինքը պարտվել է նաև Էջմիածին քաղաքում։ Ի սկզբանե իրենց, այսպես ասած, պլանը կարծես թե աշխատեց, իրենք Խոյ համայնքը միացրեցին վաղաշաբաթ համայնքին, հենց միայն այդ նպատակով։ Դուք որ ընտրության արդյունքները տեղամասային նայեք, կտեսնեք, որ Խոյ համայնքի իրենց հաղթանակը, այսպես ասած, ընտրապայքարը հիմնական ձայները բերել են Խոյ համայնքից։ Մանիպուլյացիաների շարքն անվերջ կարելի է շարունակել ընդդիմադիրների տրամաբանությամբ Մեխակյանը հաղթել է, որովհետև կային օրինակ համապատասխան եղանակային պայմաններ։ Կարող ենք միայն մի խորհուրդ տալ, երբեք մի հանձնվեք, խայտառակվեք մինչև վերջ։
Համարյոթի կենացել։ Հաղթանակ համարյոթի։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։